Հարկ Տիրոջը այսօր ուզում եմ խոսել մի թեմայի շուրջը, որը այսպես ասած շարունակությունն է երևի կարելի է դիտարկել իմաստուն եւ հիմար կույսերի, շեշտը դնելով լապտերի վրա։ Քո լապտերի լույսը ովքեր են ուզում լույս ունենալ։ Ուրեմն երբ դուք ուզում եք լույս ունենալ, դա այդքան էլ լավ չի։ Դուք պետք է լույսը լինեք։ Որովհետև եթե դու քեզ հետ տանում ես լույսը, մի օր էլ կարող է լույսը քեզ հետ չտանես։ Բայց երբ ինքդ ես լույսը, ուր էլ որ գնաս, դու կլուսավորես։ Որովհետև Տերն ասաց, որ դուք եք այս աշխարհի լույսը։ Հիմա մեկը կասի Քրիստոսն իմ մեջ է, ես լույս եմ։ Ճիշտ է, Քրիստոս քո մեջ է, արդեն դու պետք է լինես լույս, բայց կարող է մարդը Քրիստոսն իր մեջ ունենալ, բայց լույս չունենալ, լույս չտալ։ Ճիշտն ասած, ես ուզում եի այն հին լամպերից գտնեի չգտա։ Հիշում եք այն հին լամպերը, որ կար մեջը մենք նավթ էինք լցնում, վառում էինք։ Ովքեր են հիշում, որ երկար ժամանակ չեք մաքրում այդ ապակին, մրոտվում, սևանում էր։ Իրականում մեջը լույսը կար, վառվում էր պատրույգը, բայց լույս տալ չէր կարող, որովհետև ապակին էր կեղտոտված։ Հիմա հնարավոր է, որ մենք մեր ներսում ունենանք Քրիստոսին, բայց մենք որպես ապակի այնքան կեղտոտ լինենք, որ մեր մեջի լույսը չկարողանանք տալ շրջապատին։ Դրա համար ովքեր որ պարտենում են Քրիստոսն իմ մեջ է, ճիշտ ես ասում, դա այդպես է, բայց չես կարողանում նրան արտացոլել, ցույց տալ, որովհետև դու մրոտվել ես այս աշխարհի ապականություններով։ Ահա թե ինչու ես օրինակը բերեցի այդ։ Այսպես ես հետս աշխատել մի հատ դատարկ շիշ տվեց ինձ, մի հատ էլ լիքը։ Հիմա որ նայում եք, իրար նման են, ամեն ինչով նման են։ Եթե ջուր ուզեք, ես տամ այս դատարկը տամ, խմեք ջուր։ Սա կա, պարունակությունը չկա։ Անունը կա, պարունակությունը չկա, իսկ սա ունի նաև պարունակություն։ Այսինքն, այդպես էլ լույսը մենք կարող ենք լինել քրիստոնյա եւ կոչվել քրիստոնյա։ Սրանք իրարից շատ են տարբեր։ Լինել լույս եւ ունենալ լույս, սրանք իրարից շատ են տարբեր։ Դու կարող ես այսօր հիմա տես ես կանգնած եմ այս լուսավորության տակ, որքան ես այստեղ կանգնեմ, ես լուսավորված եմ, բայց արտաքին լույսով։ Այս լույսից իմ հետ մի գրամ չեմ կարող հետը ստանել։ Հենց դուրս եկա այս դռնից, այս լույսը իմ համար չի այլևս։ Հասկանալի է։ Դուք կարող եք լինել եկեղեցում, լսեք լավ գեղեցիկ պատգամներ, շատ հրաշալի, համաձայնվեք, ամեն ասեք, ալելույա ասեք, բայց դուրս գալուց հետո տեսնեք, որ դուք նույն մարդն եք։ Կարծես ձեզ ոչինչ չէր տվել այդ խոսքերը։ Դա նրանից է, որ մենք արտաքին լույսով ենք ուզում լուսավորվել, բայց մեր հետ է լույսը չենք կարող տանել, բայց երբ լույսը ինքդ ես արդեն դառնում, դու կարողանում ես արտացոլել քո մեջ եղած Քրիստոսին, այդ ժամանակ ուր որ դու գնաս, դու ինքդ կլուսավորես։ Այսօրվա իմ պատգամը սրա վրա է կառուցվելու։ Ուրեմն լույս ունենալը հավասար չէ լույս լինելուն, սրանք տարբեր են։ Դուք եք աշխարհի լույսը։ Դուք եք աշխարհի աղը։ Այս աշխարհը Տերը չհամարեց լուսավոր, համարեց խավար։ Եվ ասաց, այս խավար աշխարհին լույս տվողը դուք պետք է լինեք։ Եվ այս անհամ աշխարհին համ տվողը դուք պետք է լինեք։ Եթե աղը անհամանա, ինքն ինչով պետք է աղվի։ Այլևս ոչ մի բանի պետք չի գա, դուրս կթափեն ու կդառնա մարդկանց ոտքի կոխան։ Բայց երբ աղը իր համը ունի, այն համ կտա նաև շրջապատին։ Դուք այստեղ շատերը տան տիկիններ եք, ճաշ եք պատրաստում, ինչ լավ բաներ ասեք, գցում եք ճաշի մեջը, չէ, հյուղը դրեք, միսը դրեք, կանաչեղենը, կարտոշկա, ինչ որ կա լցրեք, հենց աղը չգցեք, իմ թվարկածները ավելի թանկ բաներ են։ Մսի կիլոն 3-4 հազար դրամ է, բանի, աղի կիլոն 100 դրամ է։ Համ չկա այդ ճաշի մեջ։ Այսպես մենք շատ բաներ կարող ենք ասել, բայց հանկարծ մեջը համ չլինի։
Իսկ ինչ էր ասում Աստծո խոսքը ասում է ձեր խոսքերը թող լինեն ինչպես աղով համեմված, որպեսզի այն լսողներին շնորհք պարգևի։ Դու կարող ես խոսել, ուղղակի խոսել, կարող ես խոսել աղով համեմված լինի այդ խոսքը։ Եվ մարդը համ ու հոտ զգա դրանից։ Աստծո խոսքը, երբ մեր մեջ դառնում է հոգի եւ կյանք, այն նաև իր հետ համ ու հոտ է տալիս շրջապատին։ Իսկ եթե դառնում է մենակ գաղափարախոսություն, ընդհանրապես կարող է զարգացնել մեր միտքը, բայց մեր կյանքը դրանից ոչ մի փոփոխություն չի կրի։ Եթե դու կոչվում ես լույս, բայց խավար ես, քո լույս կոչվելը քեզ ոչինչ չի տա։ Ինչպես որ եթե դու կոչվում ես ջուր, բայց մեջը պարունակություն չունես, սա էլ ոչ մեկի պետք չի, սա մենակ դեն շպրտելու մանադառնում։ Կամ եթե մեկը ուզենա օգտագործել, մենակ նորից սրա մեջ մի պարունակություն լեցնելու պատճառով կօգտագործի։ Թե չէ, ես ոչ մեկը չեք տանի պահեք անընդհատ շշերը։ Դուք լույս եք այս կամակոր ու խեղաթյուրված սերունդի մեջ։ Դուք լույս եք այս կամակոր ու խեղաթյուրված սերունդի մեջ։ Այս աշխարհին Տերը ոչ միայն խավար անվանեց, այլ նաև խեղաթյուրված։ Իսկ եթե դու ես խեղաթյուրված, չկան քրիստոնյաներ, որոնց իրենք են խեղաթյուրված։ Եվ իրենք ավելի շատ պախարակում են այն հոտի անունն անգամ, որտեղ իրենք գտնվում են, որովհետև շատ-շատերը կարող են մատանտրույց անել, ասել, այս չեք դուք, այս չէ ձեր եղբայրը, այս չէ ձեր քույրը, դուք այս մարդիկ չեք։ Պարզ է։ Ուրեմն դու այդ քո լույս կոչվելը կամ այդ եկեղեցում լինելը քեզ որևէ արտոնություն չի տա։ Այդ դեպքում դու դառնում ես այս աշխարհի խավարը։ Քո լույսը, որ կա քո մեջ, քո նոր կյանքի արտացոլումն է այս անլույս եւ խավար աշխարհում։ Քո նոր կյանքի արտացոլումն է, ոչ թե քո կյանքի արտացոլումն, նոր կյանքի, վերածնված մարդու կյանքի արտացոլումն է, վերածնված մարդու հատկանիշների արտացոլումն է, որ մարդիկ քեզ նայելով ասեն, «Էս այն մարդը չի, դու այն մարդը չես, դու ուրիշ մարդ ես, դու փոխված մարդ ես, դու Քրիստոսի նման մարդ ես, դու Աստծո մարդ ես, դու բարի մարդ ես, դու առաքինի մարդ ես, ճշմարտախոս մարդ ես, սուրբ մարդ ես»։ Բայց կարող է հանկարծ սրա հակառակը լինել։ Քո լույսը ուրեմն քո նոր կյանքի արտացոլումն է, նոր մարդ, նոր կյանք, նոր հատկանիշներով։ Սա մեր մեջ պետք է փոփոխություն տեղի ունենա 0-ից մինչև Քրիստոսի կատարելության չափ։ Նրանք ովքեր ասում են մենակ դավանությունն է կարևոր, սա կարևոր է դավանությունը, բայց այդ դավանությունը փուչ կլինի, եթե չունենա հիմք եւ բերած պտուղ։ Ի վերջո ինչ որ մի բան պետք է դարձնի Աստծո խոսքը իմ կյանքի ընթացքում, թե ոչ։ Հիմա եթե 45 տարի է ես հավատքի մեջ եմ, եթե փոփոխություն ըսկի չլինի իմ մեջ, ելումնա պետք է 45 տարիները։ Այսպես մի դեպք պատմեցին, մեկը նշում է իր հոգևոր հավատքի մեջ եղած կյանքի, չգիտեմ 50-ամյակը, թե քանի ամյակը, հավաքում է ռեստորաններում, հավաքում է շրջապատ հավատացյալների բան, նշում է, որ ես 50 տարի Տիրոջ ճանապարհների մեջ եմ, դե նվերներ են տալիս, բան են անում, Տերն իր նվերն է ուղարկում։ Մարգարեական խոսք, որ 30 տարի է, որ դու հավատքից հեռացած ես։ Էս էլ իմ նվերը քեզ։ Այսինքն թվերը կա։ Հիմա ես շատ անգամ լսել եմ մարդիկ ասել, այսքան տարի ես հավատքի մեջ եմ։ Առաջ մենք ավելի շատ էինք խոսում, հիմա այս վերջերս քիչ ենք խոսում կամ չենք խոսում այդ մասին։ Որ նայում ես, ո՞ւնա պետք է այդքան տարի հավատքի մեջ ես, հավատացել է հոտ չի գալիս քո վրայից։ Կռվասեր, բամպասանք չի, անընդհատ եկեղեցուն հակառակ, անընդհատ բոլորին հակառակ, Սուրբ Գրքին հակառակ ու ինչ էլ խոսում Սուրբ Գրքից են ուզում խոսել։ Այսինքն քո տարիները քեզ ոչինչ չեն տալիս։ Քո լույսը, քո արդարության արտացոլումն է այս անարդար աշխարհում։ Դու ոչ միայն պետք է քարոզես արդարության մասին, ոչ միայն դու պետք է ընդունես Քրիստոսի արդարացումը, որ քեզ համար բերեց, այլ նաև քո նոր կյանքի արդար ապրելը պետք է երևա այս աշխարհում որպես նոր մարդ։ Եվ Տեր Հիսուսը ասաց չէ, եթե ձեր արդարությունը ավելի ինչ լինի փարիսեցիների եւ դպիրների արդարությունից, երկնքի արքայություն բնավ չեք մտնի։ Հոտերը հենց այնպես անիմաստ բաներ չէր ասում։ Մենակ ասեր, ես ձեզ արդարացրել եմ, գնացեք, ոնց ուզում եք ապրեք։ Ինչպես ոմանք ասում են, Տերը մեզի ներելա, գնա, ոնց կուզես ապրի։
Փրկությունը անձեռն մխելի ձրի պարգև է, Տերը հետ չի վերցնում պարգևները։ Այն էլ ոնց է վերցնում։ Կկարդամ տեղեր, որ նույնիսկ շան ու խոզի հետ է համեմատում այդպիսի մարդկանց։ Ինչի երկինքի թագավորությունը սվինարնիկ է։ Աստված այս խոզությունից մարդիկ փոխաբերի այն մյուս խոզության մեջ անունը դնելով կյանք, մենք պետք է սկսենք կյանքի փոփոխություն։ Ապաշխարությունը դիրքի փոփոխություն է եւ վիճակի փոփոխություն է, մտքի փոփոխություն է, կյանքի փոփոխություն է։ Գուցե աստիճանական փուլերով, բայց մենք պետք է անցնենք։ Սա սրբության ընթացք է։ Քո լույսը քո խաղաղարար լինելու արտացոլումն է այս կռվարար աշխարհում։ Ովքեր են ձեր մեջ խաղաղարար մարդիկ, խաղաղասեր մարդիկ։ Ինչ լավ է, որ դուք խաղաղասեր եք։ Բայց իրականում այդպես է։ Ասենք որ մի բան քո սրտով չի լինում։ Հիմա քո հարցն է մի բան արելա սրտովը չէ։ Անմիջապես կռիվը գրպանը դրածա, թե հանդուրժող ես, ըմբռնումով ես վերաբերվում, մտածում ես դե երիտասարդ աղջիկա, կարելի է սովորացնել, քաղցրությամբ վերաբերվել, ոչինչ կսկանեմ, այսինքն դուք խաղաղություն եք բերում, բայց տեղեր կա որ մենակ կռիվ են ծնում։ Դուք գիտեք ինչ են զոկանջ կիսուր բաները այդքան ծամծմված ու քննադատված, որտեվ կիսուրը քիթը ուրիշ տեղ մտցնում, զոկանջը մի ուրիշ տեղ մտցնում։ Բաներին կեսարների մասին այդքան շատ չեն բողոքում։ Կեսարները համեմատած ավելի մեղմ են ու ճիշտ եմ ասում ես։ Բայց դուք կարող եք լինել լավը, ըմբռնումով վերաբերվել։ Կամ զոկանջների մասին հազարատ օրինակ են պատմում, եկում մերներ մի ուրիշի զոկանջը, այնպես որ մի շատ թռվրա։ Կարևորը ուրեմն զոկանջ կամ աներ կամ կիսուր լինելը չէ, կարևորը մարդ լինելն է, քրիստոնյա լինելն է, Աստծո որդի լինելն է, խաղաղարար լինելն է, որ ուր տանեն դուք խաղաղություն տանեք այդ տանը կամ այդ միջավայրին եւ ոչ թե պատերազմ։ Հիմա կռիվ է աշխարհում, դուք հрьяաների կողմից եք թե Պարսկաստանի։ Խաղաղության կողմից, այո։ Մենք խաղաղարարներ ենք, մենք ուզում ենք խաղաղություն լինի, ոչ թող նրանք մեռնեն, ոչ թե նրանք թող մեռնեն, այլ երկուսն էլ թող ապաշխարեն։ Այս է պետք է լինի մեր դիրքորոշումը։ Օրինակ Սամսոնը պատմում էր երեք խոսում ենք միասին, ասում է բանի որտեղի հայերն էին Սամսոն որ անին անե աղոթում էին որ հрьяաները հաղթեն։ Ադրբեջանի քրիստոնյաները աղոթում էին որ թող հрьяաները հաղթեն, ոչ թե ադրբեջանցիք հաղթեն, հա, ճիշտ է։ Մենք պետք է այսպիսի բաներ չունենանք։ Մենք քրիստոնյա ենք, մենք պետք է աղոթենք, որ Քրիստոս հաղթի, արդարությունը, ճշմարտությունը հաղթի։ Հասկանալի է։ Մենք մեր ազգայնամոլությունից էլ պետք է դուրս գանք եւ դառնանք ճշմարտության կողմնակից, որովհետեւ մենք մեր քաղաքացիությունը այս աշխարհից չէ։ Եվ Քրիստոսի խաղաղությունը, որը գրված է ամեն մտքից վեր է։ Ես ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս, ասած Տերը, ոչ թե այնպես ինչպես այս աշխարհն է տալիս։ Իմ խաղաղությունն եմ տալիս։ Այդ խաղաղությունը Սուրբ Գիրքն ասում է, որ ամեն մտքից վեր է։ Սա է մեր որակական հատկանիշը, որ պետք է ունենանք։ Քո լույսը, քո ուրախության արտացոլումն է այս տխուր ու մահվան ծեսերի մեջ թաղված աշխարհում։ Անհույս աշխարհում։ Հիմա դուք ուրախ եք։ Պողոս առաքյալն ասում էր, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Բայց կարող է մարդը նաև տխուր լինել, բայց այդ տխրությունը թող դառնա ապաշխարության տրտմություն, որովհետև ով որ ապաշխարության համար է տրտմում, կյանք է գործում, ով այս աշխարհի համար է տխուր, մահ է գործում։ Իսկ մենք պետք է ուրախ լինենք, բայց ինչի վրա մի բան պետք է լինի, որ դրա վրա ուրախ լինես։ Երեխեն դպրոցից գալիս է, հերն ասում է մի հատ լաուրագիրդ բեր։ Բերում է, բացում է թվաբանություն 2, երկրաչափություն 2, քիմիան 2, ֆիզիկա 2, այսպես երթով կարդն լրիվ 2, երկը 5, արա ասում այ անիրով, իսկան 2-ից հետո իր սրտով ես երկ է, որ մի հատ էլ նա 5 է ստացի,
Ասիկ հիմա եթե ասեն, այդ ինչի վրա ես երգում։ Այդ ինչի վրա ես այդքան ուրախ։ Այդ ինչի վրա ես այդքան վստահ, որ երկինք ես մտնելու դու։ Ոչ մի բանի վրա ու մարդը վստահ ասում է, երկինք եմ մտնում, երկինքը որ կա ինձ իմ համար է։ Ու անկարծ մի օր կարող է ախորժակիդ քացախ լինել։ Քո լույսը քո պատղատու կյանքի արտացոլումն է այս ամուլ ու անպտուղ աշխարհում։ Պտուղը կարևոր բան է թե ոչ։ Մի անգամ ես նոր էի ապաշխարում, Պավել եղբայրը ինձ հետ տարավ Երևան, միտեղ երիտասարդական հավաքույթ էր։ Դե ինձ խոստովին ասեն թող այդ եղբայրն էլ մի բան խոսի, դե ես էլ ասել եմ ինչի մասին խոսամ, ինչ չէ։ Մտքովս անցավ հոգու պտուղների մասին։ Դե ինչ գիտեի, այն ժամանակ 5-10 րոպեից ավել չպետք է խոսաս էլ այդ եկեղեցուն, դու պետք է կարճ կապես։ Նստա ինձ թվաց թե լավ բաներ ասեցի էլի, կարևոր բաներ։ Մեկ էլ մի հատ եղբայրը լավ հետևիցս մտցենց մեղ բանով նայեց, վրես ցենց։ Ուսկեց Քրիստոսի շնորհքի ու ծրի արդարացման մասին խոսել, շղթելով այդ իմ ամբողջ ասածները, թե պտուղը ինչ կարևոր բան է, էլի Քրիստոսն արդեն մեր համար ամեն ինչ արել է։ Դա իմ ամենավատ տպավորությունն էր, որ ես ստացա առաջին անգամ, որ միթե հոգու պտուղները այդքան անկարևոր բան է։ Ինչի Քրիստոսն եկավ անպտուղ բարդուն գովեց, անպտուղ թզենուն գովեց, հակառակ անից ես ասես այլևս քենից պտուղ ոչ ոք հավիտյան չուտի։ Միթե ավետարանը մեզ շատ անգամ չի խոսում հոգու պտուղների մասին։ Գաղատացիների թղթերը որ կկարդա մի քիչ հետո հոգու պտուղը որն է եւ մարմնի պտուղը որն է։ Մարդը ապրում է մարմնի պտուղներով ամբողջապես, բայց հույսը տրել է, որ ինքը պետք է երկինքի թագավորություն, միշտ երկինքի թագավորությունը Տերը Մատթեոս, եթե 5-րդ, 6-րդ, 7-րդ գլուխները կարդաք, տեսնեք պատերին գրած է երկինքի թագավորությունը ինչպիսիներն են մտնում։ Խաղարարները պիտի կոչվեն Աստծո որդիներ։ Ճիշտ է։ Ուրեմն քո նոր կյանքի կամ նոր հույսի արտացոլումն է այս անհույս, անմխիթար, կործանման դատապարտված աշխարհում։ Քո մեջ եղած լույսը Քրիստոսի փառքի արտացոլումն է այս անքրիստոս աշխարհում, քրիստոնյա կոչված, բայց Քրիստոս չունեցած Հայաստանում։ Այս անտեր ու կրակի դատաստանի արժանացված աշխարհում։ Քո լույսը քո նոր կյանքն է, քո մեջ եղած Քրիստոսի իրականությունն է, որը այն երևույթ մնալ չի կարող։ Քո լույսը շատ ավելի պայծառ կսի փայլել, որքան այս աշխարհը կմտնի։ Այս աշխարհը գնում է դեպի մթություն։ Այդ ժամանակ քո լույսը ել ավելի պայծառ պիտի վառվի։ Օրինակ ցերեկով որ լույսը վառեք չի երևա գրեթե։ Եղել է որ նա վառվես լույսը կամ վառե կամ չես վառե, որովհետև դրսի լույսի հետ քո փոքրիկ լույսը չի երևա, բայց որ մութը ընկնի, մոմի լույսն էլ կերևա։ Շատ հերվից անգամ կերևա լույսը, որովհետև այս խավար աշխարհը լույս չունի։ Իսկ քո լույսը պետք է երևա եւ այս խավարը քեզ պիտի չտիրի։ Լույս կանք ամենասկզբից եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ, Աստված լույս է, նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա։ Դուք առաջ Հովհաննես առաջի գլուխ 5-ից 7 խոսքերն են բարդում։ Ուրեմն Աստված լույս է, նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա, չկա նաեւ փոփոխման ստվեր։ Աստված այդպիսին է։ Հիմա ինձ եւ քեզ ասում է դու կանչված ես Հիսուս Քրիստոսով Հայր Աստծո հետ հաղորդակից լինելու։ Աստված անմերձանելի լույս, բացարձակ ճշմարտություն քեզ կանչել է իր հետ մեկանալու։ Քեզ կանչել է իր հետ նույնանալու։ Եվ Քրիստոսն իր աղոթքի մեջ ասում էր, չէ, որ Հայր, ինչպես ես քո մեջ ու դու իմ մեջ մեկ ենք, ուզում եմ որպեսզի նրանք էլ մեր մեջ մեկ լինեն։ Դուք պատկերացնում եք, դու գնում ես նրա հետ մեկանալու, նույնանալու, այտենց նա պետք է քեզ փոխի։ Սուրբ Հոգին մենակ չի եկել մեր մեջ, որ մենք օտարելիզներով աղոթք անենք ու մարդկանց զարմացնենք։ Չի եկել, որ հրաշագործություն ու բժշկություններ անենք, մարդիկ լավանան, ուրախ զգան։ Էդ էլ կլինի, բայց ամենակարևորն եկել է քեզ Քրիստոսին նմանեցնելու։ Եկել է քո մեջ նոր մարդու ընթացքը սկսելու ու վերջացնելու մինչև Քրիստոսի կատարելության։ Սա ընթացք է։ Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք նրա հետ, անմերձանելի բացարձակ լույսի հետ, եթե ասեմ ես հաղորդության մեջ եմ,
բայց խավարի մեջ քայլեմ, ասում է սուտ ես խոսում դու, քո մեջ ճշմարտություն չկա, որովհետև դա չի կարող լինել երբեք։ Բացարձակ անմերձանալի լույսը չի կարող խավարի հետ հաղորդակցվել։ Ահա թե ինչու մենք պետք է դուրս գանք եւ Տերն ասած լույս պիտի լինեք դուք։ Ով որ իմ հետևից գա, խավարի մեջ չի խարխափի, այլ կընդունի կենաց լույսը։ Չի կարող մեկը գալ Քրիստոսի հետևից ու խավարի մեջ քայլել։ Իսկ եթե մենք լույսի մեջ ենք քայլում, ինչպես նա ինքն է լույսի մեջ, Հիսուս Քրիստոսը, մենք հաղորդության մեջ ենք միմյանց հետ եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից եւ անիրավությունից։ Ովքեր են ուզում վստահ լինել, որ իրենք մեղքերի թողություն են ստացել։ Այդ քեզի քո հովիվն ասես, ստացել ես դրա համար, կամ այդ քարոզը լավ քարոզ ես ու ուրախացար դրա համար, չէ, այստեղ խոսք ասում է։ Եթե մենք լույսի մեջ ենք քայլում, մենք հաղորդակից ենք լինում միմյանց հետ եւ Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից անիրավությունից։ Այսինքն չի կարող մարդը լույսի հետ հաղորդակցվել ու իր հետ եղած եղբոր քրոջ հետ հաղորդակից չլինել։ Բարձր է։ Մարդիկ կան նստել են տունը, եկեղեցու վրա քար են շպրտում, ոնց պատահի, ում վրա պատահի, ինչ խոսքերով պատահի։ Գտնում եմ, որ եկեղեցին ավելորդ բան է, տանը դեռ կարաս նստես, ապաշխարես, անգամ մարգարեություններ անեն իրենցից դուրս եւ հետնել հավաքեն մի քանի հոգի իրաց կողքին։ Այսպեսի մարդկանց ասում եմ, դու հաղորդակից չես քո եղբայր քույրերի հետ։ Դու սուտ ես խոսում եւ Քրիստոսի արյունը չի կարող քեզ մաքրել քո մեղքերից անիրավություններից։ Եվ ով որ գույր է իրեն հետևորդերին կտանի նորից փոսը։ Երբ գույրն է գույրին առաջնորդում, երկուսն էլ հայտնվում են փոսի մեջ։ Իսկ այսօր այդ փոսի մեջ շատերը կան։ Եվ դարձյալ խոսեց ժողովրդի հետ ու ասաց. ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գալիս է խավարի մեջ չի քայլի կամ ուրիշ տեղ խավարի մեջ չի խարխափի, այլ կընդունի կենաց լույսը։ Խարխափել ես նայեցի այս բառի մի ուրիշ բացատրությունը մտության պատճառով դժվարանցանելի ճանապարհ կամ քորեքոր, որ ման ես գալիս, չես վստահ չես, համոզված ես, փնտրում ես, բայց չգիտես արդյոք ճիշտ ես գնում թե ոչ։ Հիսուս ասում է իմ հետևից եկողը այդպես չի քայլի, որտեվ ես լույսն եմ։ Իմ հետևից եկողը չի կարող խավարի մեջ խարխափել։ Նա կընդունի կյանքի լույսը։ Ուրեմն մեր կյանքում կգա հստակություն, ոչ թե անորոշություն։ Սաղմոս 119:109 ասում է. քո խոսքն իմ ոտքերից ճրագ է ու իմ շավիղներից լույս։ Եթե մենք խոսում ենք մեր կյանքի քայլերի մասին, որոնք պետք է լուսավոր լինեն, մենք կարիք ունենք Աստծո լույսի, իսկ Աստծո խոսքը հենց Աստծո լույս է։ Աստծո խոսքը լուսավորում է իմ եւ քո ճանապարհները, որ մենք հասկանանք ճիշտ եմ ես վարվում, որ այսպես եմ անում, թե ոչ։ Հիմա մեկը խաթրիդ կպել է, մեկը ծառայության տակ կպե, մեկը ինչ-որ մի բան արեք, որ սրտով չէ, մեկը անտեսելա քեզ չի նկատել կամ չի ուզեցել նկատել, դուք անմիջապես անցնում եք ագրեսիվության։ Բայց մենք պետք է հասկանանք, արդյոք ես ճիշտ եմ վարվում։ Իսկ ով կօգնի ինձ, Աստծո խոսքը։ Եվ եթե դուք որևէ մեկին կուզենաք օգնել, խորհուրդ տալ, պապենական խորհուրդ մի տվեք։ Ձեր եկեղեցական խորհուրդները մի տվեք, հովվական խորհուրդները մի տվեք, տվեք Աստծո խոսքի խորհուրդը, որը բացարձակ ճշմարտություն է։ Եթե չունես դա քո մեջ, ավելավ այդ խորհուրդն էլ մի տուր, որտեվ քեզնից դուրս մի բան պետք է ասես։ Եվ տեսեք Սաղմոս 35:10-ը ինչ է ասում. քո մոտ է կյանքի աղբյուրը եւ քո լույսով ենք զանազանում լույսը։ Քո լույսով Տեր մենք զանազանում ենք լույսը։ Խոսում ենք լույսի մասին, դու լույսն ես Քրիստոսի։ Ասում եմ, բայց որպես ուզում ես լույսը զանազանես, Աստծո լույսով պետք է զանազանես այս լույսին։ Այսինքն այդ լույսը կարող է լինել Տեր քո լույսով կամ քո խոսքով պետք է զանազանենք ճշմարտությունը, քո լույսով պետք է զանազանենք իմաստությունը, քո լույսով պետք է զանազանենք մեր փրկության վստահությունը։ Եվ այդ վստահությունը կարող է մեզ տալ Աստծո խոսքը։ Դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։
ու ճրագը չեն վառում ու դնում գրվանի տակ, այլ դնում են աշտանակի վրա եւ նրա լուսավորվում է ամբողջ տունը։ Ճրագը, որ վառում ենք, եթե ճրագ լիներ, ցույց կտայի էլի, վառում ենք ու դնում ենք այստեղ, չէ՞։ Որ դնենք այստեղ լույսը կերևա, չի երևա։ Բա ուր ենք դնում։ Դնում ենք աշտանակի վրա, որքան բարձր ենք դնում, ավելի ճիշտ է լուսավորվում մեր այդ սենյակը։ Լամպը որ վառում դնում եք սեղանի վրա, այդում գալիս այդ լույսը կորցնում եք, չի թողում դու լավ տեսնես։ Որքան բարձր ես դնում, այնքան ավելի ճիշտ է լուսավորում տունը։ Եթե ձեր տան մեջ դու քրիստոնյա ես, ու լա դեռ կան խավարի որդիներ, մանավանդ քո որդիները, քո աղջիկները, կամ ասել քո ընտանիքի անդամները, դա նրանից է, որ դու ձեր տան մեջ լույս չես, կամ աշտանակի վրա դրված չես։ Հիմա կան քրիստոնյաներ, որ լավ են, լույս են, ասա որդի են, բայց իրենց տան մեջ այնքան անհեղինակ մարդ են, որ իրանք միշտ կռավատի տակն են, իրանց տեղը ընդեղ է, իրանց տեղը չուլանում է, իրանց տեղը մառանում է։ Դու չես կարող լույս տալ այդ ընտանիքում։ Դրա համար հատկապես ես ասեմ տղամարդկանց, ովքեր քրիստոնյա են, ձեր քրիստոնեական դիրքը ճիշտ պայեք տան մեջ։ Դուք եք այդ տան ճրագը եւ պետք է դրված լինեք աշտանակի վրա եւ ձեր լույսով պիտի լուսավորվի ձեր ամբողջ տունը։ Թող շնեղանան մեր քույրիկները, կինը չի կարող առաջնորդ լինել իր ամուսնուն իր լույսով։ Նա պետք է լինի հետևող եւ հնազանդ։ Իսկ եթե ընտանիքում անգամ այդպես պիտի լինի, այդ ոնց եղավ որ եկեղեցում պետք է կինը դառնա ու սկսի լուսավորել լույսի մասին խազոզել, բացատրել, եթալկալ, բան ճոճել, ձեռները, երբ որ ավետարան ասում է լուր մնա։ Անգամ հարցերը գնա տանը, քո ամուսնուն տուր։ Եկեղեցում էլ հարց չտաս որևէ մեկի։ Սա աստծո չէ։ Դե իհարկե իրանց համար աստծո չէ։ Բայց սա Տիրոջ պատվերն է։ Ուզում ես քո ճանապարհները, քո շավիղները լուսավորի, ընդունիր աստծո խոսքի ճշմարտությունը, ոչ թե այս եկեղեցում ինչպես են բացատրում կամ այն եկեղեցում կամ այս եղբայրը կամ այս եղբայրը ինչպես է բացատրում։ Բացատրողը թող հիմնավորի աստծո խոսքի լույսով իր բացատրած լույսը։ Եվ այսպես թող լուսավորի ձեր լույսը մարդկանց մեջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Մատթեոս 5:14-16։ Այսինքն, եթե ես լույս եմ կամ դու լույս ես, ասում եմ, ձեր բարի գործերը ապացույց պետք է դառնան քո մեջ եղած լույսի, որ մարդիկ տեսնեն քո բարի գործերը եւ փառավորեն Աստծուն, որ երկնքում է։ Այսինքն, մեր շարժարիտները, մեր խոսակցությունները, նիստուկացը, մեր խորհուրդները, մեր ամեն տեսակի հաղորդակցությունը պետք է ի բարին լինի մեր դրացու, մեր հարևանի, մեր եղբոր, մեր քրոջ, մեր ընտանիքի անդամի, մեր եկեղեցու անդամի, ուրիշ եկեղեցու անդամի։ Միայն բարին, իսկ մարդիկ բարին տեսելով քո մեջ կսկսեն փառավորել քո երկնային հորը։ Ուրեմն դու կանչված ես Տիրոջ լույսը լինելու եւ Առակաց 20:27 խոսքը տեսեք ինչ է ասում։ Մարդու հոգին Տիրոջ լույսն է, սրտի բոլոր շտեմարանները կքննե։ Մարդու հոգին, ով ստեղ, ով է մարդ, ով հոգի ունի։ Քո հոգին ասում է Տիրոջ լույսն է։ Եվ այդ լույսը շտեմարանները քննում։ Դե կողքին ասա, դու կանչված ես Տիրոջ լույսը լինելու։ Քո հոգին Տիրոջ ճրագն է։ Դու պետք է լուսարձակ ես այս կամակոր ու խեղաթյուրված սերունդի մեջ։ Այո։ Ուրեմն անձը, եթե լապտեր ունի, յուղ չունի լապտերի մեջ, այդ լապտերը հավասար է չունենալու։ Ճիշտ եմ ասում։ Մարդը եթե ջրի շիշը ունի, բայց մեջը ջուր չունի, սա հավասար է ջուր չունենալու։ Տեղ ես գնում, Յուրիկ ջան, էսի ասում եմ, եթե վերջ ամեն խմես։ Ասում մեջը դատարկես որովհետեւ ինչի սա պետք։ Շփրտեցինք ում։ Բայց աշի կվերցնես, իսկ ասես սա մեջ կա։ Մենք այսպես պետք է լինենք։ Եթե դու չունես յուղը քո ճրագի մեջ, դու կնմանվես այն հիմար 5 կույսերին, որոնց մասին մենք բավական երկար խոսեցինք, որոնք մնացին ճանապարհի կեսին։ Եթե դու հերոստատուց ունես ու հոսանք չունես, քո հերոստատուց ունենալը ոչ մի բանի պետք չի։ Որ չկա ոնց պետք է աշխատի, որ չաշխատի ումն է պետք։ Դառնա մի հատ կարոտ կա, ուրիշ ոչինչ։ Եթե դու հրացան ունես, փամփուշտ չունես, հավասար է որ դու հրացանն էլ չունես։
Եթե փամփուշտում ես, այդ փամփուշտի մեջ վառոդ չկա, բարոդ։ Հավասար է, որ դու փամփուշտ չունես։ Եթե դու ունես արտաքին կերպարանք աստվածապաշտության, բայց չունես ներքին պարունակությունը քրիստոնյայի կյանքի, դու ոչինչ չունես։ Դու ընդհանրապես մենակ քրիստոնյայի անուն ունեցող դառնում ես մի հատ կաղապար, դառնում ես մի հատ ֆուտլյար։ Ավելի ոչինչ։ Հիմա ոչ չնեղացրի ձեզ։ Մենք ինչ որ շատ բան կարող խոսենք։ Խոսի, մենակ խոսելով չի։ Բաներ, այս քրիստոնեությունը իրականությունն է, ինչպես մենք խոսեցինք, երկինքն իրական է, դժոխքն իրական է, քրիստոնեական կյանքն էլ է իրական։ Սա հեքիաթ չէ։ Սա ընդհանրապես մի հատ բաժակարճար չէ, որ ասեցինք ցանկացանք ու դա պետք է տեղի ունենա։ Մենք պետք է սովորեցնենք ու ճիշտը սովորենք նաև։ Սրանք չունենալով, այս վերոհիշյալ իմ թվարկածները մենք կնմանվենք ամբարիշտի, որովհետև եթե մենք մեր հատկանիշներով քրիստոնյային նման չենք, որ նշանակում է մենք դառնում ենք ամբարիշտ։ Մենք հավատք ունենանք, այո, կունենանք, բայց մեռած հավատք։ Այդ մեռած հավատքից այս աշխարհն էլ ունի։ Այդ քրիստոնեությունից այս աշխարհն էլ ունի։ Այդ ծեսերից այս աշխարհը քեզանից շատ ունի։ Բայց Քրիստոսին ցավում են, որ բոլորը չէ որ ունեն։ Տարիներ առաջ, երբ որ սոցիալական քարտերը նոր մանի մեջ էր մտնում, հիշում եք, առնաշփոթ վիճակ էր, ոմանք մտածում ենք, թե էսի նեռիթիվն է, 660 խիստ անհանգիստ էր եկեղեցին, չգիտեին ճիշտ է թե ոչ։ Ես էլ չգիտեի ճիշտն ասած, այտենց հա թե այտենց չի, բայց չէի շտապում, ասում եմ, շտապելը սխալ է էլի, հստակեցվի, իմանանք այդ ինչա։ Մի հատ անհավատ մարդ մեր գյուղից, թե ինձ որպես հավատացյալ մարդ ասեց, «Սետրակ, մի հատ հարց տամ քեզ»։ Ասա։ Ասեց, հիմա այդ սոցիալական քարտը վերցնենք, թե չվերցնենք, որն է ճիշտ։ Ասի, սրան ինչ պատասխանեմ։ Ասի, ինչ տարբերություն սոցիալական քարտը վերց դժոխք գնացի, թե առանց սոցիալական քարտի։ Մենք երկու դեպքում դու դժոխք պետք է թաս։ Հա ո՞նց։ Ասի, որ դու Քրիստոսին չունենալ, քարտի ունենալ չունենալ, քանի կոպեկ արժի։ Բարձր մարդիկան բծախնդիր ընկել են, եսի ինչերի հետևից, բայց իրականները ինքը չունի, իրականությունը չունի, ինքը սրա վրա չի վախենում։ Սոցիալական քարտի շտրիխներից է վախենում։ Բանկի քարտի պլաստիկ լինելուց է վախենում։ Բայց քրիստոնեությունը չկա իր մեջ։ Այդ դրանից վախեցի։ Մենք որ սովորում ենք դպրոցում, մեր ուսուցիչը մի հատ հետաքրքիր օրինակ բերեց, ասում է 666-ը դա թիվ նիշը չէ, դա կյանքի նիշ է։ Դուք սրա վրա գնացեք, մտածեք, որ քո կյանքը չդառնա 666։ Թե մարդու ավտոյի համարը 3 հատ 6-ա, յաբախտ այտենց են տվել, մեկը կարող ասում, այ ախպեջան, կրակնեմ, ինչ անեմ, որ իմ ավտոյի համարի մեջ 6-երը շատ է։ Ես ներնեմ, դու ասի չէ, դեռ չես, վատ մի զգա քեզ։ Այտենց էլ ոնց որ մեկի ավտոյի համարները որ լրիվ 7-ա, ինքը չդարձավ վրեժտակ։ Միքայելը կամ Գաբրիելը։ Չէ՞։ Մարդը տանում է, Արման ջան, մի 2-3 միլիոն տալիս է, որ իր ավտոյի համարները ինչ-որ գոլդ թվեր լինի։ Բայց այդ նույն մարդը 1000 դրամ մի հատ մուրացկանի չի տա։ Այ տարբերությունը դուք տեսեք, թե որտեղ պետք է լիներ։ Ինչ մխիթարություն քեզ, դու ինքնաթիռից 10 րոպե ես ուշացել, թե 10 օր։ Բայց ես 10 րոպե եմ ուշացել, բախտավոր ես, դու մեկ այդ համերով չթռար։ Ինչ տարբերություն, դու գնացքի տոմս ունեիր, չնստեցիր, գնացք մեկն էլ չուներ, չնստեցիր գնացքը, դու իրանց ինչով ես տարբերում, ոչ մի բանով, երկուստ էլ չգնացիք։ Հիմա կարևորն ինչ է, որ այդ տոմսը մենք ունենք, այո, մենք կանչը ունենք, հրավերն ունենք, ավետիստն ունենք, գրավը ունենք, որդեգրության գրավը մենք ունենք, բայց այդ գրավը մեջ պետք է նստես դու, այ որ գնաս։ Ունենալը դեռ բավարար չէ։ Երբ կգա այս աշխարհի խավարը ու հանկարծ դու կտեսնես, որ քո լապտերը մարում է, ինչ ես անելու այդ ժամանակ։ Ինչն է քեզ փրկելու։ Ոչինչ։ Երբ հանկարծ տեսնես եկեղեցին հափշտակվեց ու դու մնացիր, ինչ պետք է անես այդ ժամանակ։ Քո աղի ուղորում, աղի կտուր լացերը, վայնասուններն ու ճճոցները քեզ կօգնեն, ով է կարծում որ կօգնի։ Նման կլինենք մենք այդ գույսերին, որ ծեծում ասում են Տեր բաց արա մեզ, Տերն ասաց ես ձեզ չեմ ճանաչում։ Հեռու գնացեք ինձանից դուք ամենքդ որ անօրինություն եք գործում։
Ուրեմն այսօր մեր անօրեն կյանքը, որ ես ասում եմ, նա քո արդարության արտացոլումը պետք է լինի քո լույսը այս անարդար աշխարհում։ Իսկ եթե դու ես անարդար աշխարհում նաև անարդար մարդ ես, դու այդ օրը մնալու ես արտաքին խավարում։ Լուսով որդիները ճիշտ են գնահատում ժամանակի արժեքը եւ պատրաստվում են փեսային դիմավորելուն։ Ճիշտ են գնահատում ժամանակի արժեքը։ Հիմա միտեղ կարդամ այդ մասին, իսկ անավատի մասին գրված է. խավարի որդիները չգիտեն եւ չեն կարող հասկանալ, թե իրենց ոտքերը երբ եւ ինչով է սահելու եւ գահավիժելու անդունդ։ Տարբերությունն էս է, որ դու ունես քո ոտքերին ճրակ, լույս, դու տեսնում ես քո ճանապարհը։ Անավատը խարխափում է խավարի մեջ, չգիտի թե հաջորդ քայլը որտեղ է գցելու, որ պետք է իջնի անդունդ։ Բայց եթե մենք էլ չունենք այդ լույսը մեր համար, որ ասացի, Աստված լույս է, անմերսանելի լույս, որի մեջ խավար չկա, բոլորովին չկա, Որդին Հիսուս Քրիստոսը լույսն է այս աշխարհի։ Եվ քեզ ասում է դու ես այս աշխարհի լույսը։ Եվ Սուրբ Հոգին եկավ նորից որպես լույս։ Եվ Աստծո խոսքը դրեց եկեղեցուն որպես լույս։ Հիմա տեսեք, որքան կարևոր է Աստծո խոսքը որպես լույս։ Հայր Աստված, Որդին Աստված, Սուրբ Հոգին Աստված եւ իր խոսքը։ Սրանք 4 հեղինակություններ են։ Եվ խոսքը Աստված իր անունից էլ բարձր դրեց։ Հայր Աստված իր խոսքը իր անունից բարձր դրեց։ Այսքան մեծ բանի հետ մենք գործ ունենք։ Այսքան վտանգավոր բանի հետ մենք գործ ունենք։ Եվ դուք սկսես մեկն էլ բացատրել Աստծո խոսքը, ես հիմա ինձ էլ եմ ասում, վտանգավոր բանի հետ ես գործ ունենում դու։ Դու որովհետև քո բերանի բարերը կարող է դառնալ քո համար հավիտենական դատաստանի պատճառ կամ օրհնության պատճառ։ Ուրեմն չպետք է մենք վրիպենք այս հարցերում։ Հիմա տեսեք կարդամ թե ինչ է ասում մեզ Եփեսացիների 5-րդ գլխի 1-ից 21 խոսքը։ Մի քիչ երկար է, բայց լավն է։ Արդ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Տեսեք, մենք մենակ հավատի փրկության մասին չենք խոսում, ասում դուք Աստծո նման պետք է լինեք։ Ոնց նման կլինեմ ասում։ Սիրելի զավակների պես։ Հիմա բացատրում եմ թե ինչպես դու կարող ես Աստծո նման լինել։ Եվ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոսն էլ մեզ սիրեց, ու իր անձը մեզ համար մատնեց անուշահոտ պատարակ ու զոհ լինելով Աստծո։ Դուք ինչ արեք, սիրով վարվեցեք իրար հետ այնպես, ինչպես Քրիստոսը մեր համար վարվեց, իր կյանքը մեզ համար որպես զոհ մատուցելով։ Բայց պոռնիկության ու ամեն կերպ պղծության ու ագահության անունն անգամ ձեր մեջ թող չհիշվի, ինչպես վայել է սուրբերին։ Այստեղ խոսում է պոռնիկության մասին, անցանկետի, պղծության մասին, հնարավոր բանը պատահող եւ ագահության անունն անգամ թող ձեր մեջ չհիշվի։ Ագահությունը մենք մտածում ենք, դա էստետից բան է, հա, ինչա մարդը մի քիչ ագահ է, չէ, դա լուրջ բան է։ Ագահությունը իրեն անznատուր երողին կսպանի։ Երբ որ մարդը քիչ է ունենում, բավարարում է, գիտեք, քիչով։ Մարդկա օրվա հացն են աշխատում, ուրախ են այդ հացի համար, որ այդ օրը իրանք սոված չեն։ Եվ որ սկսում է շատանալ, մարդը մտածում է բազմացնելու մասին, որքան ավելի է շատանում, ավելի շատ է ուզում բազմացնի, որ շատ է շատանում, вообще մտածում է, որ հերիք չի։ Գիտեք, որ այսօր աշխարհի ամենաընչակախս մարդիկ միլիարդատեր մարդիկ են։ Նրանց փողը չի երիքում։ Խանութներն են շատացնում, դաշտերն են շատացնում, արտադրամասերն են շատացնում, բիզնեսն են շատացնում, փողերն են շատացնում, բանկի գրքերն են շատացնում, բայց չգիտի, որ դա ագահությունն է հենց։ Ագահները Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Ուրեմն ագահությունը կարևոր բան է։ Իսկ այստեղ ասում է անունն անգամ ձեր մեջ չհիշվի, ոչ թե մենակ այդպես եղեք։ Եվ գարշելի բաներ կամ հիմարական խոսք կամ խեղկատակություն, որ չի վայելում, այլ մանավանդ գոյություն։ Երեք էլ կագրած միտեղ նստած խոսում էինք, խոսեցինք կատակի մասին, դե մտածին կատակը հումորը աստվածային բան է մարդու մեջ դրված, ես չգիտեմ, ես համաձայն չեմ այդքան դրա հետ, թեկուզ ես էլ մի քիչ կատակասեր մարդ եմ, բայց ասում եմ չլինի էլի որ այդ կատակի մեջ արդեն սուտը կամ խեղկատակություն դառնա։ Ինքան ասում եմ հա մի բան ասենք որ բերանից բացենք ծիծաղենք։ Իսկ այստեղ ասում է բայց գարշելի բաներ, հիմարական խոսքեր կամ խեղկատակություն, որ չի վայելում քեզ, այլ մանավանդ թող գոյություն մատուցվի։ Դուք ով կպատկերացնի որ Հիսուսը որևէ միտեղ կատակ աներ։ Ասել հանակ արեցի ու խնդար որ այդպես բան դուք պատկերացնեք։ Մի անգամ եղած կա
Աստված կատակսկի արել է աշխարհից անվերջությունից մինչև հաջորդ անվերջ պատկերացնում եք մի անգամ Տերը կանի հանականի երկնքում նստենք պիտի ասենք խոսենք խնդան կուրախանաս ընդեր բայց երկնքի ուրախությամբ չենք ուրախանամ կապիկությամբ ասենք մենք կապիկություն անում խնդում ենք ասում ենք ինչ լավ է որտեղ մենք հլը այս աշխարհի հոգեբանությունն է մեր մեջ մարմնավորությունը մենք sense բաներ ա մեզ ուրախացնում բայց ինչ մեզ պետք է ուրախացներ աստվածային բաները Քանզի այս գիտենք, որ ամեն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, ագահին համարից կռապաշտ, Քրիստոսի եւ Աստծո թագավորության մեջ ժառանգություն չունեն։ Նոր մի քիչ առաջ որ ասի ագահները Աստծո թագավորություն չեն ժառանգելու, շատերը զարմացած երևի նայեցիք թե այդտեղ որտեղ է գրած, հենց այդտեղ, ասում է ամեն պիղծ, պոռնիկ, ագահ, որ կռապաշտ է կամ նյութապաշտ է, Աստծո եւ Քրիստոսի թագավորության մեջ ժառանգություն չունի։ Չլինի որ մեկը ձեզ խափի փուչ խոսքերով, քանզի այս բաների վրա պիտի գա Աստծո բարգությունը անհնազանդության որդիների վրա։ Ուրեմն որ ասացի մենք ինչ-որ մի բան բացատրում ենք, պետք է մտածելով բացատրենք մենք։ Պաճառաբանենք մեր բացատրությունները, մենք Աստծո խոսք ենք խոսում։ Իսկ դերն ասում է Սեթրակ, Աշոտ ու յուրաքանչյուրդ ճիշտը սովորեցրեք մարդուն։ Ասեք որ մարդու կյանքը իր ունեցվածքի շատանալու մեջ չէ։ Ագահությունը կռապաշտություն է եւ ագահներն Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Իսկ մենք ուզում ենք բոլորի լամպերը հանգցնենք, որ մեր բանը պրոժեկտորն ավելի ուժեղ վառվի։ Մենք հատկապես հայերս ունենք այդ հոգեբանությունը։ Չլինի որ մեկը խապի ձեզ փուչ խոսքերով ասացի։ Քանզի թեև մի ժամանակ դուք խավարեիք, շատի լսեք, ամենալավ տեղերն եմ կարդում։ Թեև դուք մի ժամանակ խավարեիք, բայց հիմա լույս եք Տիրոջով, լույսով որդիների պես քայլեք։ Հիմա եղավ որ մեր քայլերը պետք է դառնա պատճառաբանված ու լույսին համարժեք, որովհետև հոգու պտուղը ամեն կերպ բարությունով, արդարությունով ու ճշմարտությունով է։ Բարձր ասա, հոգու պտուղը ամեն բարությունով, արդարությունով եւ ճշմարտությունով, որ հաճելի է Տիրոջը։ Ուրեմն մենք պետք է հասկանանք ինչն է Տիրոջը հաճելի։ Բարությունը, արդարությունը եւ ճշմարտությունը։ Ու կցորդ մի եղեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ դրանց հանդիմանեցեք։ Հանդիմանեք անգամ ոչ միայն մասնակից մի եղեք, որովհետեւ ամեն գաղթու գործած բաները խոսել անգամ ամոթ է, բայց ամեն բան հանդիմաված լույսով հայտնի պիտի լինի, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է, արթնացիր դու, որ ննջում ես կամ քնում ես եւ կանգնիր մեռելներից եւ Քրիստոս քեզ լույս պիտի տա։ Դե հիմա կարդամ ամենասիրուն հատվածը այս խոսքի։ Ուստի նայեք, թե ինչ զգուշությամբ պիտի քայլեք, ոչ թե անմիտների պես, հապա իմաստունների պես ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Ասում է հիմա տեսեք, ժամանակը ծախու առեք, ժամանակը քիչ է, կարճ է ժամանակը, անմիտների պես մի եղեք, այլ իմաստունների պես, որովհետև ինչպիսին են օրերը չար են։ Մենք ապրում ենք չար օրերում։ Այո, ապրում ենք չար օրերում։ Ես վերջերս մի տեսագրություն կար, նայեցի, ինչ որ վերջի օրերի մասին էր, հենց այս Պարսկաստան Իսրայել պատերազմի մեջ էին բերում Հովել Մարգարեության այդ մասից, որ չի բացառվում, որ այս ինչպես որ գրված էր, երբ որ տեսնեք արյուն եւ կրակ ծխեղ մարախուղ, որը խոսում է Քրիստոսի ոտնադրայինների մոտարոտ լինելու եւ նրա գալստյան մասին։ Ինչ գիտեք, որ սա հենց այդ չի, ամբողջ Երուսաղեմը կրակների մեջ վառվում է։ Հեսա կպան Ամերիկան մտավ, սա այդ կմտնի մյուսը կմտնի Ռուսաստան կմտնի կրկսի երրորդ համաշխարհային մեր սարսափելի սպասված այդ բաները երկրագունդը կտեսնեք ինչպես տարերքը կրակով հալված պետք է լուծվի։ Եվ տեսնեք, որ մարդիկ երկրի վրա փախնելու տեղ չունեն։ Այդ օրերն ա որ տեսնեք, էլ արեգակը չի լույս չի տալիս, սև կարպետի պես դարձավ։ Եվ լուսինը գիշերը արյան պես։ Դիքոս Օրն սորովի երակներից մեջ։ Մտածեցի, ինչ մոտ ենք այդ ժամանակներին։ Եթե էս չէ, բայց այսպես լինելու է։ Օրերը չար են։ Բայց ինչ պետք է անես դու։ Ինչի վրա ես հույսը դրել։ Ոչ միտեղ չես կարող մտնել թաքնվել։ Որտեղ եթե որ այդ ռումբը քեզ չգտնի, կամ ատոմային ճառագայթը քեզ չգտնի։ Դու գտնի, heç չի գտնի, ինչքան շուտ գտնի, այնքան շուտ կմտնենք երկինք պրծենք։ Մենք
Հույսներս Տիրոջ վրա դրանք։ Շարունակեմ։ Ապա իմաստունի պես ժամանակը ծախողարեք, որովհետև օրերը չարեն։ Դրա համար անմիտ մի եղեք, ապա իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Մի գինովցեք գինիով, որի մեջ անառակություն կա, հապա հոգով լցվեցեք։ Գինով մի գինովցեք։ Ով է մեր մեջ գինի խմում ասկի գողտուկ։ Ձեր մի բարձրացրեք, բայց ձեր մտքի մեջ ասեք բռնվա։ Երեք Սամսոնի հետ խոսում ենք, մեր Արտակ եղբայրը Ամերիկայում ապրում, ես շույված զգացի ինձ, որ Արտակը այդպես պատասխանատվ է, որտեղ Արտակը ես եկեղեցու զավակ է։ Այնտեղ բաները ասել են եղբայրներ, ինչ որ եղբայրական չգիտեմ ինչ եղավ, ասել են լավ գինի կապերենք, գինի խմենք։ Արտակն ասել է ինչ գինի։ Ասել ախպեր, ես այդ գինու անունն անգամ չեմ ուզում։ Մի կաթիլ անգամ ինձ պես չի։ Ոչ։ Բան չի։ Ասում եմ, որովհետև այդպես է ճիշտը։ Պիվա էլ չէ։ Ասել ոչ էլ պիո։ Թողեք գնացել է տեղից, ասեցի իմ տեղը չէ, սա իմ միջավայրը չէ։ Բայց եկեղեցիներն են սրանք, որ հանգիստ կարան իրենց տան, իսկ այստեղ ասում է անմիտ մի եղեք, իմացեք թե որն է Տիրոջ կամքը, եւ մի գինովցեք գինիով, որի մեջ անառակություն կա, հապա հոգով լցվեցեք։ Մեկի տանն էի տարիներ առաջ, ասես սետրակ գինի խմես, ասի, չէ, մենք գինի չենք օգտագործում։ Ինչի՞։ Գինի Քրիստոսի արյունն է, ինչի՞ չէ։ Ասի, բայց ո՞վ ասել, քեզ է գինի Քրիստոսի արյունն է։ Դες բան չկա։ Ոնց, այդպես չի գրած։ Չէ, Քրիստոսի գինին որպես իր արյուն բան ներկայացրեց, փոխաբերական իմաստով, ոնց գինի Քրիստոսի արյունն եղավ, հա։ Դրա համար լսած խմում ես նամոջը։ Ասի գնացա գինու մեջ անառակություն կա։ Չհասկացանք, իմը մենք անառակ ենք։ Այս չեմ ասում դու անառակ ես, ասում գինու մեջ անառակություն կա, քեզի կարա տանի անառակության։ Դու գիտեք որ շատերը անառակությանից չեն գնում, հենց հարբեցողության պատճառով։ Խմում են արդեն աշկերը այս ճուծախ հետ հիմա, չեն ասնում աշկերը ում փեշերի տակ գնաց կամ էսա։ Ու գնում են փորձությունների մեջ գալիս ասում են աշկերես մեղ գործես։ Աշկերդ մեղ գործես, աշկետել կհանդի տերը։ Եվ սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով ձեր մեջ խոսակցելով երգեք ու սաղմոս ասեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոյություն տվեք Աստծուն եւ Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Այստեղ նույնիսկ չի ասում կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ասում է իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Այսինքն պետք է կաս մեկ տղամարդիկ էլ պետք է հնազանդ լինեն իրանց կանանց, եթե խելացի բան են ասում այդ կանայք էլի։ Ասում են ձիբիլն ինչ է դերեք խմում ես։ Մի խմի էդի, հնազանդվի։ Պետք է հաստատ ճիշտ բան ասում ինքը։ Բարձր։ Ուրեմն կանայք էլ կարան լավ բան ասեն։ Հիմա մի տեղ էլ կարդամ, ոչ հոգնեցիք, մի հարմար տեղից վերջ ասեմ, հետո կշարունակեմ ուրիշ անգամ։ Բայց ժամերի եւ ժամանակների համար եղբայրներ, պետք չէ ձեզ որևէ բան գրեն։ Դուք աղեք գիտեք, թե Տիրոջ օրը գիշերվա գողի պես պիտի հասնի։ Ասում այս մասին իմաստ չունի։ Սետրակ աղբերը անդադ խոսում է, բայց էլ իմաստ չունի, սետրակ եղբայրը անդադ մի ասա այս մասին։ Իրանք գիտեն, որ գողի պես պիտի գա Տիրոջ այդ օրը։ Գիտեք, չէ՞։ Բասեք, ինչ ես ամեն անգամ այդ ասում, գիտենք էլի։ Հա, հիշեցնեմ։ Երբ ասելու լինեն խաղաղություն եւ ապահովություն, այն ժամանակ կորուստը հանկարծակի նրանց վրա պիտի հասնի հղի կնոջ երկունքի պես ու պիտի չազատվեն։ Սրա մասին մի քիչ խոսեցինք, որ այս աշխարհի հարցերը լուծողը պետք է գա, որը պետք է լինի Ները եւ ակա Քրիստոսը, որը պետք է գա աշխարհի գլոբալ հարցերի պատասխաններն ունեցած եւ նրան պետք է ընդունես աշխարհը ծափերով պետք է ընդունի, ու սա պիտի բերի խաղաղություն եւ ապահովություն։ Ասում եմ, երբ որ կասեն խաղաղություն, ապահովություն է, հանկարծակի կորուստը պիտի գա ամբողջ աշխարհի վրա։ Մենք մոտենք նաեւ այդ օրերին։ Բայց դուք եղբայրներ խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեր վրա հասնի, որովհետև դուք ամենքը դուսով որդիներ եք եւ ցերեկվա որդիներ։ Մենք գիշերվանը չենք, խավարենը չենք, ուրեմն չքնենք ինչպես ուրիշները, հապա արթուն եւ զգաստ լինենք։ Ինչպես մեր զորիկ աղբերն ասում են, արթուն եւ զարթուն լինենք։ Բարձր։ Քանի որ ովքեր քնում են, գիշերն են քնում, ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Սա փոխաբերական իմաստով հասկանանք։ Գիշերը հարբում, որովհետև հարբեցողությունը խավարի պտուղ է։ Բայց մենք, որովհետև ցերեկվանն ենք, զգաս լինենք, հավատի եւ սիրո զրահը մեր վրա հագնենք եւ փրկության ուսի սաղավարտը գլխից տնենք, որովհետև Աստված մեզ բարգության համար չկանչեց, ապա փրկության մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ու մեզ համար մեռավ, որպես մենք արթուն լինենք, թե քնենք, Տիրոջ հետ ապրենք։
Այստեղ հետաքրքիր մի հատ խոսքի վրա կանգ առեք։ Առաջ Թեսաղոնիկացի 5:1-10 խոսքերն էր։ Որպեսի մենք արթուն լինենք, թե քնենք, Տիրոջ հետ մեկ տեղ ապրենք։ Ես մտածել եք այս խոսքի վրա։ Արթուն լինենք, թե քնենք, բայց Տիրոջ հետ լինենք։ Հիշում եք, երբ որ 10 կույսերը դուրս եկան Քրիստոսին դիմավորելու, գրված է, չէ՞, երբ որ Պեսան մի քիչ ուշացավ, ամենքն էլ քնան, ամենքն էլ քուն մտան։ Իմաստուններն էլ քնեցին, հիմարներն էլ քնեցին։ Բայց այստեղ իմաստունների քնելը նրանցից ինչով է տարբերվում, ասում է, եթե արթուն լինենք, թե քնենք, Տիրոջ հետ մեկտեղ ապրենք։ Այսինքն նրանց քնելը Քրիստոսից չէր անջատել, իսկ սրանց քնելը Քրիստոսից լրիվ անջատ էր։ Կարող է մեր վրա գա թմրություն, գա ինչ-որ չափի տկարություն, բայց դա չանջատի քեզ Քրիստոսի հետ ունեցած քո հարաբերությունից։ Բայց մարդը իր համար այդքան էլ արժեքավոր բան չի։ Երկուսն էլ քնեցին, բայց մեկը մի աշկով էր քնած, մեկը երկու աշկով։ Եթե դու լուսով որդի ես կոչվում, բայց քայլում ես խավարի մեջ, քո այդ հնչեղ անունը լուսով որդի լինելու քեզ ոչ մի օգուտ չի տա։ Ինչպիսի եկեղեցական լավ անուն ուզում եք դրեք ձեր եկեղեցու վրա, այսօր եկեղեցիների վրա լավ անուններ ա տրված, մերն էլ վատ անուն չէ, շատ սիրում Բեթել։ Այդ ոչ մի գրոշ չարժի մեր Աստծո առջև կանգնելու հարցում։ Որը մեկը չի կարող ասի, ես այս եկեղեցից եմ Տեր, որ եկա, Տերը կասի, ես այս ու այն եկեղեցի չունեմ, ես մի եկեղեցի ունեմ, դրանք ընդհանրապես հարանվանություններ էին։ Ես չեմ նայում ձեր անվանը, նայում եմ ձեր պարունակությանը, ով է իր դու։ Պարզա։ Այնպես վաղը տեսնեք առաքելական եկեղեցի կլինեն մարդիկ, որոնք երկնքում կլինեն, ստեղից էլ կլինեն երկնքում, ընդեղից էլ կլինեն դժոխքում, ստեղից էլ կլինեն դժոխքում։ Ու ամեն տեղից կլինի երկու դասնել։ Ով ենք մենք, մեզանից ինչ ենք ներկայացնում, սա է կարևորը։ Թե չէ այդ անվանումները ոչ մի արժեք չունեն։ Երբ Աստված քո առջևից է քայլում, քո քայլերը լույսի մեջ են։ Բայց եթե դու ասուն հետին պլան ես մղել, քո քայլերը խավարի մեջ են։ Երբ որ լույսի իմ հետևից ընկնի, տեսեք, հիմա ես կանգնած եմ լույսի դիմաց, իմ դեմքը լուսավորված է։ Բայց եթե թեքվեմ այն կողմ, իմ մեջքը կլուսավորվի, հայացքս խավարի մեջ։ Ես կստեղծեմ իմ իսկ ստվերի խավարը ու կսկսեմ շարժվել իմ իսկ ստեղծած խավարի ստվերում, անունը դնելով լույս։ Այսօր շատերը իրենք ստեղծել են ուսմունքներ, վարդապետություններ, մարդկային հասկացողություններ, մարդկային դրվածքներ, քայլում են սրանց մեջ անունը դնելով լույս։ Այդ լույսը քեզ լույս չի տա։ Այստեղ կանգ առնեմ հաջորդ անգամ, եթե Տերը կամենա ողջ մնանք, շարունակեմ, թե ինչը կարող էր, ասենք, 5 հիմար կույսերի հիմարության պատճառ լինել, ինչ-որ օբյեկտիվ բանների վրա կանգ առնենք, էլի, համաձայն եք։ Այսօրվա համար այսքան, Տերը օրհնի ձեզ։